Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс, парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю себя в доме. Если не можете приходить, работаю и онлайн с помощью видеозвонка. Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Եթե ցանկանում եք, որ ես ձեր հարցերին պատասխանեմ, դուք կարող եք գրել ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, նաև գրում եք ձեր հարցը։ Անձնական ոլորտը, ֆինանսական ոլորտը, առողջական ոլորտը, դուք կարող եք նաև տալ այսպիսի հարց, ձեր վրա կա որևէ տեսակի նեգատիվ, թուղթուգիր, անեծք կամ որևէ տեսակի կախարդանք և մարգիա, ես նման հարցերի նույնպես պատասխանում եմ։ Ինչպես գիտեք սիրելիներս, եթե ես տեսնեմ, զգամ, հասկանամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա թուղթուգրի անեծքի արդյունքն է, անեծքն է այդ նեգատիվ բերողը, ես նույնպես դա կբարձրաձայնեմ։ Дорогие мои подписчики, как вы знаете, каждую субботу, воскресенье я выхожу на прямой эфир, где отвечаю на ваши вопросы. Напишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса, личные отношения, финансовая сфера, здоровье, наличие негатива. Я на такие вопросы тоже, дорогие мои, отвечаю. Ասկանաց սիրելիներս, արդեն սկսենք մեր եթերը, տվեք ձեր հարցերը։ Դուք էլ ակտիվ եղեք ձեր նկարները, ձեր նվերներով, ձեր լայքերով։ Մայրամ 31 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 33 տարեկան անձնական։ Սիրելի Մայրամ, ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, սիրելի Մայրամ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչ երազանք, ինչ նպատակ ունեք, ինչի համար որ տվել եք ձեր հարցերը, սիրելի Մայրամ, ձեր այդ երազանքները, նպատակները կատարվելու են։ Անի 25 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 25 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Անի ձեր անձնական ոլորտում։ Սիրելի Անի ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք։
Ձեր հայրական ազգի վրա է այդ նեգատիվը։ Եթե դուք ուշադրություն դարձրած լինեք սիրելի անի, եթե ունեք հորեղբայրներ, հորաքույրներ, այդ ազգի մեջ կա խնդիրներ, անձնական պրոբլեմներ, երեխա ունենալու հետ պրոբլեմներ, վաղաժամ մահեր, սիրելի անի, ձեր հայրական ազգի նեգատիվը ազդում է նաև ձեր անձնագանի վրա, ձեր անձնագանը գալիս տեղ չի հասնում, ձեր 4 կողմը այնպիսի անձնավորություններ են, որոնք որ որակական հատկություն չունեն, որի հետ դուք կկարողանաք անձնական հարաբերություններ ունենալ։ Սիրելի անի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական եւ կլինի երջանկություն։ Լիաննա, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիաննայի համար։ Լիաննա 48 տարեկան առողջական։ Լիաննա 48 տարեկան առողջական։ Սիրելի Լիաննա, կան առողջական խնդիրներ, բարդ խնդիրներ։ Իմացեք, որ ձեր առողջական խնդիրը դա ոչ թե սովորական ֆիզիոլոգիական խնդիր է, սիրելի Լիաննա, ձեր առողջական խնդիրը դա նեգատիվի թուղթուկրի անեսկի պատճառով է եղել։ Այս նեգատիվը, այս թուղթուկիրը անեսկը ոչ միայն ազդել է ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա, ազդել է նաև ձեր ֆիզիոլոգիական, ձեր մարմնի վրա, դրա պատճառով էլ կա առողջական խնդիրներ։ Քանի կա այս նեգատիվը, սիրելի Լիաննա, լավացում, առողջացում չի լինի։ Նույնիսկ բժշկի օգնությունը այդ քիմիական բժշկի օգնությունն էլ արդյունք չի տա, եթե դուք չդիմեք էքստրասենսի, եթե դուք բժշկի ցուցումների հետ միասին նաև ձեր բիոէներգետիկ դաշտը, ձեր աուրան չմաքրեք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լիաննա, նոր հնարավոր է, որ լինի ապակինում, նոր հնարավոր է լինի առողջացում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Լիաննա, Արթուր, բալիկ կունենաք, թե ոչ։ Լիաննա, Արթուր, 2026 թվականին բալիկ կունենաք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը, գիտեք ինչ, այո, դուք բալիկ կունենաք, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, մի վախեցեք, դուք բալիկ կունենաք եւ ոչ մի խնդիր, ոչ մի պրոբլեմ չկա, կունենաք բալիկ, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, սիրելիներս։ Արթուր 38 տարեկան կծանոթացնի ընտանիքի հետ, Արթուրը կծանոթացնի ընտանիքի հետ Արմինեին, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Արթուր կծանոթացնի Արմինեին իր ընտանիքի հետ, թե ոչ։ Դանապես ցույց է տալիս, որ այո, մի վախեցեք, կծանոթացնի, ուղղակի ինչ-որ վախեր կա, խնդիրներ կա, պրոբլեմներ կա, բայց դա ժամանակավոր է, այո, կծանոթացնի իրեն ընտանիքի հետ։ Գիտեք ինչ ցույց է տալիս, որ ձեր հարաբերությունների մեջ ամեն ինչ լավ է լինելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռոզա 37 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռոզայի համար։
Ռոզա 34 տարեկան անձնական Սիրելի Ռոզա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս, սիրելի Ռոզա, անագնկալ հաջողություն է մտնելու ձեր անձնական ոլորտում, անագնկալ մեծ երջանիկ հաջողություն է մտնում։ Լիանա 23 տարեկան անձնական Լիանա 23 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար Լիանա 23 տարեկան անձնական Կան խնդիրներ սիրելի Լիանա Եվ անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Լիանա, ձեր երազանքները, նպատակները կատարվում են։ Միհրան 20 տարեկան ֆինանսական Միհրան 20 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Միհրանի համար Միհրան 20 տարեկան ֆինանսական Կան խնդիրներ սիրելի Միհրան Կան խնդիրներ, կա դժվարություններ, բայց մի քվախեցեք, մի հիասթափվեք ձեր ֆինանսական ոլորտում, հետագայում նաև անձնական ոլորտում կլինի հաջողություն, կլինի հնարավորություններ, մի քվախեցեք, մի հիասթափվեք, շարժվեք առաջ և ձեր տեղը սիրելի Միհրան, ճանապարհներ, հորիզոններ և հնարավորություններ կբացվեն, մի քվախեցեք։ Մայրամ 31 տարեկան թուղթուգիր կա թե ոչ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար Սիրելի Մայրամ, այո, կա նեգատիվ, դա հնարավոր է ոչ թե թուղթուգիր լինի, այլ անեծք լինի, տոհմական անեծք, ձեր հայրական ազգից է հատկապես ցույց տալիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Մայրամ, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, սա միայն ձեր վրա չի հասնում, եթե դուք ունեք քույրիկներ, եղբայրներ, բոլորի վրա հասնում է սիրելի Մայրամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս տոհմական անեծքից ձերբազատվեք և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակ։ Ալինա Ռաֆայել, բաժանում կլինի թե ոչ Ալինա Ռաֆայել, բաժանում կլինի թե ոչ Ընդհանրապես ոչ, չի ցույց տալիս բաժանում, ճիշտ է կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց այդ խնդիրները, պրոբլեմները լուծելի են, դուք կկարողանաք, հնարավորություն կունենաք, ճանապարհներ կգտնեք, չեմ տեսնում բաժանություն, չեմ տեսնում բաժանություն, բարև ձեզ, Արուս Դավիթ, տուն կգնեք թե ոչ, տուն կգնեք թե ոչ, Արուս Դավիթ, տուն կգնեք թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արուսի, մեր սիրելի Դավիթի համար, Արուս Դավիթ, ձեր երազանքները, ձեր նպատակները, այո, դուք տուն կգնեք, դա ձեր երազանքն է, ձեր նպատակն է, ձեր երազանքը նպատակը կկատարվի, դուք ձեզ համար տուն կգնեք, տուն կունենաք, բարև ձեզ,
Արփինե 25 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար Արփինե անձնական Սիրելի Արփինե ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, դրանք կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ցույց է տալիս հաջողություն, ձեր երազանքները, նպատակները կկատարվեն։ Սիրելի Արփինե Անժելա 32 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար Անժելա 32 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար Սիրելի Անժելա կա խնդիրներ, կա դժվարություններ եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում այստեղ ժամանակավոր են ձեր դեմ բացվում է հաջողություն ձեր դեմ բացվում է հնարավորություններ սիրելի Անժելա ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն խնդիրներ կա պրոբլեմներ կա դուք այդ խնդիրները պրոբլեմները թողնում եք անցյալում ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ հաջողություն է ցույց տալիս անձնական երջանկություն է ցույց տալիս Քրիստինե 46 տարեկան ֆինանսական Քրիստինե 46 տարեկան ֆինանսական տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար Քրիստինե 46 տարեկան ֆինանսական Սիրելի Քրիստինե, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, գիտեք ինչ, Աստվածային ուժերը ձեր հետ են, իրենք ձեզ ճանապարհում են, իրենք ձեզ ծուղություն ցույց կտան։ Դուք այդ ֆինանսական խնդիրներից, պրոբլեմներից դուրս կգաք։ Մի վախեցեք, մի հիասթափվեք, իրոք ցույց է տալիս, որ ձեր դեմ Աստծո կամքով ճանապարհ է բացվում, ֆինանսական խնդիրները լուծվում են, դուրս եք գալիս, դա անմիջապես չի լինի, բայց կամաց դուք ձեր կյանքի մեջ կզգաք այդ էներգետիկան, կզգաք այդ հաջողությունը, չի նշանակում նստել սպասել, դուք այնպիսի մարդիկ չեք, որ նստում սպասում եք, դուք կշարժվեք եւ ձեր շարժման դիմաց դուք հաջողություններ կունենաք Հրաչ 42 տարեկան Ինչ է սպասվում Հրաչ 42 տարեկան Ինչ է սպասվում Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի հրաչի համար Հրաչ 42 տարեկան Սիրելի հրաչ Հաջողություն է սպասում, հնարավոր է պետական դռների հետ կար խնդիրներ, ֆինանսական ոլորտում կար խնդիրներ, ցույց է տալիս, որ ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ եւ ֆինանսական ոլորտում եւ պետական դռների հետ կապած հաջողություններ է լինելու, ձեր դեմ հաջողության ժամանակահատված է սկսվում, եթե նույնիսկ դուք կանգնած եք, ձեզ թվում է, թե փակուղու առաջ եք, ոչ մի ելք չկա, սիրելի հրաչ, ցույց է տալիս, որ դուք այդ իրավիճակից հաղթանակով դուրս եք գալիս։ Անահիտ 20 տարեկան ազնական Անահիտ 20 տարեկան
Անձնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 20 տարեկան անձնական։ Սիրելի Անահիտ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Անահիտ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հաջողություն է ցույց տալիս սիրելի Անահիտ։ Բարև ձեզ, անչափահասներին չեմ նայում, Նարին է 20 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար, Նարին է 20 տարեկան ընդհանուր, սիրելի Նարին է, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Նարին է, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, անձնականում հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս, բարև ձեզ, Քրիստինե 46 տարեկան, տուն կունենաք թե ոչ, Քրիստինե 46 տարեկան, տուն կունենաք թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար, կա խնդիրն է սիրելի Քրիստինե, գիտեք ինչ սիրելի Քրիստինե, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա մագիա, որի պատճառով և տան հետ կապված խնդիրներ կա, և անձնական ոլորտի հետ կապված խնդիրներ կա, և առողջական ոլորտի հետ կապված խնդիրներ կա, քանի կա այս նեգատիվը, այս կախարդանքը, սիրելի Քրիստինե, ես չեմ տեսնում, որ ձեր այդ երազանքը նպատակը կկատարվի, եթե ցանկանում եք ունենաք սեփական տուն, եթե ցանկանում եք լինեք առողջ, ունենաք անձնական երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, ձեր երազանքը նպատակը տուն ունենալն էլ նույնպես կկատարվի, փակված է, չեք կարողանա դուք տուն ունենալ, սիրելի Քրիստինե, բարև ձեզ, Քրիստինե 41 տարեկան, դատում հաղթանակ կունենաք թե ոչ, Քրիստինե 41 տարեկան, դատում հաղթանակ կունենաք թե ոչ, այո, սիրելի Քրիստինե, դատական պրոցեսի ժամանակ դուք հաղթանակ կունենաք, դատական որոշումը կկատարվի ի օգոտ ձեզ։ Արթուր 35 տարեկան, ընդհանուր, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար, Արթուր 35 տարեկան, ընդհանուր, կա խնդիր է սիրելի Արթուր, և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ, եթե նույնիսկ դժվարություններ կա, պրոբլեմներ կա, սիրելի Արթուր, դուք այդ դժվարությունները, այդ պրոբլեմները հաղթանակով դուրս եք գալիս, ցույց է տալիս, որ կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք։ Դիանա 25 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի
Դիանայի համար Դիանա ընդհանուր Կա խնդիրներ, սիրելի Դիանա, կա դժվարություններ և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, գիտեք ինչ, սիրելի Դիանա, կա ձեր վրա աչք, կա ձեր վրա նավս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, ձեր վրայով դրեք պաշտպանություն, որովհետև այստեղ ցույց է տալիս, որ դուք վազում եք, տանջվում եք, բոլոր ուղղություններով ցանկանում եք հաջողություն ունենալ, ընդհակառակը ոչ թե առաջ եք գնում, ընդհակառակը հետընթաց է, ձեզ թվում է, թե մի քայլ առաջ եք գնում, ընդհակառակը 10 քայլ հետ եք գալիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Դիանա, կատարեք մաքրման գործողություն, կտրեք ձեր վրա պաշտպանություն և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ։ Նարինե 40 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Նարինե 40 տարեկան ընդհանուր։ Սիրելի Նարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա մագիա, ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտները խնդիրների մեջ են, անընդհատ փակուղիներ են, անընդհատ պրոբլեմներ են, անընդհատ հարցականներ են։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս կախարդանքից, ձեր բազատվեք այս մագիայից, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Այս նեգատիվը ձեզ քանի գնա, այնքան ավելի մեծ խնդիրների և պրոբլեմների առաջ կանգնեցնի։ Սա հնարավոր է և թուղթուգիր լինի, հնարավոր է նաև տոհմական անեծք լինի, անպայման դիմեք էքստրասենսի, անպայման մաքրման գործողություն կատարեք։ Լուսինե 46 տարեկան ընդհանուր։ Լուսինե 46 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 46 տարեկան ընդհանուր։ Սիրելի Լուսինե, կան խնդիրներ և ֆինանսական ոլորտում, և անձնական ոլորտում։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, հատկապես ձեր անձնականի վրա է կատարված այս թուղթուգիրը, բայց միայն անձնականը չի փակում, նաև կա ֆինանսական խնդիրներ, նաև կա գիտեք ինչ, նաև կա առողջական և անձնական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի մեջ կլինի հաջողություն։ Սամվել 20 տարեկան անձնական Սամվել 20 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար։ Կա խնդիրներ, սիրելի Սամվել, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում։ Սիրելի Սամվել, ճիշտ է, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր կյանքի բոլոր ոլորտներում և անձնական, և ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Ուղղակի ժամանակ է պետք, ուղղակի աշխատասիրություն է պետք, մի հիասթափվեք և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Սիրելիներս, ես էքստրասենս բարահոգեբան եմ, ես
զբաղվում եմ նաև մարդկանց բիոէներգետիկ դաշտը մաքրելով, հիվանդների հետ եմ աշխատում, երեխաների հետ եմ աշխատում, եթե գիտեք ինչ, եթե դուք չունեք այնպիսի մարդ, որ ում կարող եք դիմել, դուք կարող եք նաև ինձ դիմել, բայց ընտրությունը ձերն է, կարող եք ինձ դիմել, կարող եք, եթե ձեր մոտ կա այնպիսի մարդ, որին հավատում եք, կարող եք իրեն դիմել, գրում եք ում կարող եք դիմել, կարող եք նաև ինձ դիմել, ես կկարողանամ նաև մաքրման գործողություն կատարել, կկարողանամ պաշտպանություն ընդունել, կկարողանամ անձնական հարաբերությունները կարգավորել, ֆինանսական հոսքերը բացել, մարդ եք, եթե ցանկանում եք, կարող եք նաև ինձ դիմել, բայց դա ձեր սեփական ցանկությունն է։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների համար, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Իլոնա 19 տարեկան անձնական, Իլոնա 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Իլոնայի համար, Իլոնա 19 տարեկան անձնական, Սիրելի Իլոնա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ ունեք, սիրելի Իլոնա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Բարև ձեզ։ Արմինե 39 տարեկան, ձեր առանձին բնակարանը տեղափոխվելու եք, թե ոչ։ Արմինե, ձեր առանձին բնակարանը տեղափոխվելու եք, թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Արմինե, սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով չեն տեսնում ձեր առանձին բնակարանը տեղափոխվել, ընդհակառակը տեսնում եմ խնդիրներ, տեսնում եմ պրոբլեմներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կկարողանաք ձեր սեփական տունը ունենալ, կկարողանաք առանձին բնակարան տեղափոխվել, քանի որ այս նեգատիվը տեղափոխություն չեմ տեսնում, ընդհակառակը խնդիրներ, բարդություններ և պրոբլեմներ է ցույց տալիս։ Մեսրոպ 19 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մեսրոպի համար, Մեսրոպ 19 տարեկան, Սիրելի Մեսրոպ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ կլինի հաջողություն, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, ուղղակի ժամանակ է պետք, ուղղակի առաջ գնալ է պետք, ուղղակի աշխուժություն է պետք, շարժվել է առաջ։ Ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ։ Թերմինե 33 տարեկան, կգնաք Ռուսաստան, թե ոչ։ Թերմինե 33 տարեկան, կգնաք Ռուսաստան, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թերմինեի համար։ Թերմինե 33 տարեկան, կգնաք Ռուսաստան, թե ոչ։
Այո, սիրելի թերբինե, դուք Ռուսաստան կգնաք։ Ձեր անձնական ոլորտում էլ կլինի հաջողություն, ձեզանից էլ աշխալուսանք եմ սպասում, սիրելի թերմինե։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Մարիետա 21 տարեկան անձնական, Մարիետա 21 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Մարիետայի համար, Մարիետա 21 տարեկան անձնական, Սիրելի Մարիետա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունես, սիրելի Մարիետա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Նարե 33 տարեկան ընդհանուր, Նարե 33 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Նարեի համար, Նարե 33 տարեկան ընդհանուր, սիրելի Նարե, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր կյանքի բոլոր ոլորտները փակված են, բոլոր ոլորտները խնդիրների, պրոբլեմների մեջ են, սիրելի Նարե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, Ինարե, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, այս նեգատիվը, այս տոհմական անեծքը ձեր կյանքի բոլոր ոլորտները փակել է։ Բարև ձեզ, Իրինա 36 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Իրինայի համար, Իրինա 36 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Իրինայի համար, սիրելի Իրինա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա դժվարություններ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն, կա նաև առողջական խնդիր, սիրելի Իրինա, եթե չմաքրվեք, դուք ավելի մեծ խնդիրների և պրոբլեմների առաջ եք կանգնելու։ Բարև ձեզ։ Տաթև 35 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Տաթևի համար, Տաթև 35 տարեկան ընդհանուր, կա խնդիրներ, սիրելի Տաթև, ձեր կյանքի բոլոր ոլորտները փակված են, ցանկանում եք այդ իրավիճակից դուրս գալ, բայց չեք կարողանում, որովհետև ձեր վրա կա գիր, ձեր վրա կա կապ, որի պատճառով դուք զոհի կարգավիճակով եք։ Սիրելի Տաթև, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուրս եկեք այս կապանքներից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, քանի կա այդ կապը, քանի կա այդ թուղթուգիրը, քանի կա այդ մագիան, ոչ մի հաջողություն, ոչ մի լավ բան ցույց չի տալիս, ընդհակառակը քանի գնա այնքան պրոբլեմները կշատանան,
Մերի 38 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար։ Մերի 38 տարեկան։ Սիրելի Մերի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք։ Փակված է սիրելի Մերի, ընդհանուր ամեն ինչ փակված է։ Դուք ոնց որ կանգնած եղնիք արգելափակոցի առաջ, շարժվում եք, որպեսզի առաջ գնաք, ընդհակառակը հետ եք շարժվում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից։ Սիրելի Մերի, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Կա նաեւ առողջական խնդիրներ, հնարավոր է ձեր հորմոնալ ֆոնի հետ կապված, հնարավոր է նաեւ հոգեբանական խնդիրներ։ Անպայման դիմեք էքստրասենսի, այդ նեգատիվը ձեր վրայից մաքրեք։ Ջուլի 20 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ջուլիի համար։ Ջուլի 20 տարեկան անձնական։ Սիրելի Ջուլի, ձեր վրա կա տոհմական անեզք, որի պատճառով ձեր անձնականը փակված է։ Դուք էլ լավ գիտեք, որ կա ձեր վրա այդ խնդիրը։ Եթե դուք ուշադրություն դարձնեք ձեր բարեկամների մոտ, եւ հորական ազգը եւ մայրական ազգը ամբողջովին նեգատիվի տակ է։ Սիրելի Ջուլի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուք դեռ երիտասարդ եք, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն։ Փակված է ձեր մոտ ամեն ինչ, սիրելի Ջուլի։ Էդգար 38 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդգարի համար։ Էդգար 38 տարեկան ընդհանուր։ Էդգար 38 տարեկան ընդհանուր։ Սիրելի Էդգար, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, հաջողություն է ցույց տալիս սիրելի Էդգար։ Եթե խնդիրները կա, պրոբլեմները կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Անահիտ 18 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 18 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Անահիտ, կա խնդիրներ։ Սիրելի Անահիտ, դուք լավ տեսել եք, դուք լավ զգացել եք, որ ձեր մոտ ամեն ինչ փակված է, ձեր վրա կա անեզք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, անտեղի ժամանակ մի կորցրեք, մաքրվեք, որպեսզի լինեք երջանիկ, քանի կա այս մագիան, քանի կա այս կախարդանքը, ոչ մի հաջողություն, ոչ մի երջանկություն ձեր կյանքի ոչ մի ոլորտներում չի լինի։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Վիկտոր 35 տարեկան անձնական։ Վիկտոր 35 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վիկտորի համար։
Վիկտոր 35 տարեկան անձնական։ Սիրելի Վիկտոր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, չկա անձնական։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Վիկտոր, նոր հնարավոր է դրանից հետո լինի անձնական։ Սուսաննա 21 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սուսաննա 21 տարեկան անձնական։ Սիրելի Սուսաննա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Սուսաննա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հաջողություն է ցույց տալիս։ Անուշ 39 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Անուշ 39 տարեկան ընդհանուր։ Սիրելի Անուշ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, ձեր եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս կախարդանքից, դուրս եկեք այս մագիայից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Քանի կա այս կավը, քանի կա այս թուղթուգիր եւ մագիան, ավելի գնա, ավելի կվատանա։ Ռադիկ 20 տարեկան ընդհանուր։ Ռադիկ 20 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռադիկի համար։ Ռադիկ 20 տարեկան ընդհանուր։ Սիրելի Ռադիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սիրուշ 30 տարեկան անձնական։ Սիրուշ 30 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Սիրուշ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատվածը։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Սիրուշ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Անի 35 տարեկան երեխա կունենաք հաջորդ տարի, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի
Անիի համար Ընդհանրապես ցույց է տալիս, որ սիրելի Անի, ձեր երազանքը կկատարվի, այո, ձեր երազանքը կկատարվի, դուք կունենաք բալիկ, ձեր երազանքը կկատարվի։ Աիդա 20 տարեկան անձնական Աիդա 20 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Աիդայի համար Սիրելի Աիդա ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք սիրելի Աիդա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ձեր դեմ հաջողության ճանապարհ է բացվում։ Անի 23 տարեկան անձնական Անի 23 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Անիի համար Անի 23 տարեկան անձնական Սիրելի Անի, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Անի, ձեր երազանքները, նպատակները կատարվում են, կատարվելու են, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Անի, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Բարև ձեզ Ալետը 31 տարեկան անձնական Ալետը անձնական Տեսնեք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Ալետայի համար Ալետա 31 տարեկան անձնական
Սիրելի ալետա ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսին, դիմեք պայծառատեսին, այս կախարդանքից, այս մագիայից մաքրվեք եւ նոր կլինի անձնական, նոր կլինի հաջողություն։ Քանի կա այս կախարդանքն ու մագիան, սիրելի ալետա, ոչ մի հաջողություն չկա, ոչ անձնական ոլորտում, ոչ գործնական ոլորտում, անի 21 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար, սիրելի Անի, կա խնդիրներ ձեր առողջական ոլորտում, դա սովորական խնդիր չէ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր առողջական խնդիրը դա թուղթուգրի մագիայի արդյունք է, քանի կա այս թուղթուգիրը կա, քանի կա այս մագիա, առողջացում, լավացում չեմ տեսնում, ընդհակառակը, քանի գնա ավելի կբարտանա, անպայման եւ բժիշկների դիմեք եւ դիմեք էքստրասենսի, այս նեգատիվից մաքրեք, որպեսզի լինի առողջացում, որպեսզի լինի լավացում։ Բարև ձեզ, Ռուզա 43 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Ռուզան 43 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզանի համար, Ռուզան 43 տարեկան, Սիրելի Ռուզան, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա տոհմական անեծք, ամեն ինչ փակված է, եւ անձնական, եւ գործնական, կա նաեւ առողջական խնդիրներ, սիրելի Ռուզաննա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս մագիան կախարդանքը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, սա փակում է ձեր առաջխաղացումը, սիրելի Ռուզան, փակում է, դուք չեք առաջ գնում, դուք ընդհակառակը նույնիսկ տեղում չեք թողում, հետընթաց, Կայանե 55 տարեկան, անձնական, Կայանե 55 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար, Կայանե 55 տարեկան, անձնական, կա խնդիր ձեր սիրելի Կայանե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված, կա խնդիրներ, ճիշտ է սիրելի Կայանե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր դեմ բացվում է երջանկության ժամանակահատվածը, հաջողության ժամանակահատվածը, հատկապես ձեր անձնական ոլորտում։ Նարինե 52 տարեկան, առողջական, Նարինե 52 տարեկան, առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար, Նարինե 52 տարեկան, առողջական, Սիրելի Նարինե, ձեր առողջական ոլորտում կլինի լավացում, կլինի ապակինում, դուք կլավանաք, դուք կապակինվեք, անպայման կատարեք բժշկի ցուցումները եւ կլինի առողջացում, կլինի լավացում։ Մայրամ 28 տարեկան, առողջական, Մայրամ 28 տարեկան, առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար, Մայրամ 28 տարեկան, առողջական, սիրելի Մայրամ, դուք կլավանաք, դուք կապակինվեք, անպայման դիմեք բժշկի, անպայման կատարեք բժշկի ցուցումը, կլինի առողջացում, կլինի լավացում։
Լևոն 31 տարեկան ֆինանսական Լևոն 31 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լևոնի համար Լևոն 31 տարեկան ֆինանսական Կան խնդիրներ սիրելի Լևոն Ցույց է տալիս, որ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, չեք կարողանում այդ խնդիրները, գիտեք ինչ, սիրելի Լևոն, ցույց է տալիս, որ եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում կան խնդիրներ, բայց այդ խնդիրները Բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում կլինի հաջողություններ, կլինի հաղթանակներ։ Դիանա 18 տարեկան անձնական Դիանա 18 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Դիանայի համար Դիանա 18 տարեկան անձնական Կա խնդիրներ սիրելի Դիանա Բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք սիրելի Դիանա, ձեր երազանքները, նպատակները կկատարվեն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ես ձեզանից եմ շնորհակալ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Մարինա Մարիա 34 տարեկան աշխատանք կգտնեք, թե ոչ։ Մարիա 34 տարեկան աշխատանք կգտնեք, թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Մարիա։ Այո, կգտնեք, ճիշտ է, որոշակի բարդություններ ցույց է տալիս, բայց մի կիաստափվեք, դուք աշխատանք կգտնեք։ Ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, շատ կարճ ժամանակ է ցույց տալիս։ Կարինե 45 տարեկան ֆինանսական Կարինե 45 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար Սիրելի Կարինե, եթե դա նույնիսկ կա ֆինանսական խնդիրներ,
մի քվախեցեք դուք այդ ֆինանսական խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ։ Անդրանիկ Նատալի, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անդրանիկի և Նատալիի համար։ Սիրելի Անդրանիկ, սիրելի Նատալի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով կա խնդիրներ և այդ խնդիրները քանի գնա այնքան կբարտանա և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, և առողջական ոլորտում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս մագիայից, սիրելի Անդրանիկ, սիրելի Նատալի, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը, քանի կա այս կախանդակը, այս մագիան, քանի գնա այնքան խնդիրներն ու պրոբլեմները կշատանան։ Արտակ 34 տարեկան, Արտակ 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտակի համար։ Արտակ 34 տարեկան, սիրելի Արտակ, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեծք, և անձնական դեպակված, և գործնական դեպակված, վազքը կա, արդյունք չկա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արտակ, և կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը, այնքան ավելի խնդիրներն ու պրոբլեմները կշատանան։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Հունան 38 տարեկան, ֆինանսական, Հունան 38 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հունանի համար։ Հունան 38 տարեկան, ֆինանսական, սիրելի Հունան, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է առաջխաղացում, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Հունան, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաջողությամբ, հաղթանակով դուրս եք գալիս։ Անի 27 տարեկան, անձնական, Անի 27 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 27 տարեկան, անձնական, սիրելի Անիից կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, որովհետև ցույց է տալիս, որ կա մագիա, կա կախարդակ, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անի, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակ, քանի կա այս մագիան, այս կախարդակը, չեմ տեսնում հաջողություն, սիրելի Անի, ընդհանրակը խնդիրներ, խնդիրներ և խնդիրներ։ Ես ձեզանից եմ շատ շնորհակալ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների, Տիգրան 46 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Տիգրան 46 տարեկան, կա խնդիրներ սիրելի Տիգրան,
Եվ անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաղթանակներ, ժամանակավոր կան խնդիրներ, բայց դա ժամանակավոր է։ Ռիմա 33 տարեկան, տեսնեք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռիմայի համար, Ռիմա 33 տարեկան, կա խնդիրներ սիրելի Ռիմա, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, սիրելի Ռիմա, ձեր վրա կատողական անեծք և անձնական դեպակված և ֆինանսական դեպակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն։ Դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի ֆինանսական, ձեր մոտ ամեն ինչ փակված է, ամեն ինչ, ոչ մի հաջողություն ցույց չի տալիս։ Չեմ հասկանում ինչ է գրած 54 տարեկան առողջական Յուգապ, ինչ անուն է գրեք, որպեսզի ես հասկանամ ձեր անունը։ Անունը չեմ հասկանում, ինչպես կարող եմ ձեզ նայել, ճիշտ գրեք ձեր անունը։ Մարութ 26 տարեկան անձնական, Մարութ 26 տարեկան անձնական, սիրելի Մարութ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Գայանե 41 տարեկան, տեսնեք ինչ է ասում, Գայանե 41 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Սիրելի Գայանե, ձեր վրա կա թուղթուղեր, ձեր վրա կա մագիա, ձեր և անձնականն է փակված, և գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Գայանե, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Յուղաբեր 54 տարեկան առողջական, Յուղաբեր 54 տարեկան առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Յուղաբերի համար, Յուղաբեր 54 տարեկան առողջական, կլավանակ սիրելի Յուղաբեր, ճիշտ է կա առողջական խնդիրներ, բայց նաև կա լավացում, կա ավագինում, անպայման դիմեք էքստրասենսի, բժշկի ցուցումները կատարեք, սիրելի Յուղաբեր, ոչ թե էքստրասենսի, այստեղ դիմեք բժշկի, և ձեր ոգ ցույց է տալիս լավացում, ցույց է տալիս ավագինում։ Սարգիս 40 տարեկան գործնական, Սարգիս 40 տարեկան գործնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սարգիսի համար, Սարգիս 40 տարեկան գործնական,
Սիրելի Սարգիս, եւ ձեր գործնական ոլորտում, ձեր ֆինանսական ոլորտում, նաեւ ձեր անձնական ոլորտում լինելու հաջողություններ, լինելու է հաղթանակներ, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Սիրելի Սարգիս, ձեր գործնական ոլորտում դրական փոփոխություններ են լինում, դրական փոփոխություններ, չկա աշխատանք, կլինի աշխատանք, կա ֆինանսական պրոբլեմներ, դուք այդ ֆինանսական պրոբլեմներից դուրս կգաք, սիրելի Սարգիս։ Հերմինե 43 տարեկան անձնական Հերմինե 43 տարեկան անձնական տեսնեք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Հերմինեի համար Հերմինե 43 տարեկան անձնական Սիրելի Հերմինե, ձեր վրա կա տոհմական անեզք, ձեր անձնականը փակված է, չկա անձնական։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից։ Սիրելի Հերմինե, եւ կլինի անձնական։ Քանի կա այս նեգատիվը, չկա անձնական։ Սոֆիա 35 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ է ասում դեզերքը մեր սիրելի Սոֆիայի համար Սոֆիա 35 տարեկան ֆինանսական Սիրելի Սոֆիա, ձեր վրա կա թուղթուղիչ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեզք, որը պատճառով եւ ֆինանսական խնդիրներ կա եւ անձնական խնդիրներ կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն։ Դուրս եկեք այս նեգատիվից, դուրս եկեք այս կախարդանքից եւ ֆինանսական հաջողություն կլինի եւ անձնական երջանկություն կլինի։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաեւ վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, կոնտակտում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ սրտե նվիրում եմ։ Սիրելիներս, թալիսմանները տարբեր կներ են, դուք կարող եք անհատական ինձ հետ զանգել, ինձ հետ խոսել, ինձ հետ պայմանավորվել։ Ես հիմա դուրս եմ գալիս եթերից, ում հարցերին չկարողացա պատասխանել, կարող եք միանալ վաղը նորից կփորձեմ ձեր հարցերին պատասխանել։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Եթե ունեք բարեկամներ, եթե ունեք հարազատներ, ում պետք է էքստրասենսի, պայծառատեսի օգնությունը, դուք իրեն նույնպես պատմեք, որ կա նման եթերներ TikTok-յան ալիքներում, թող իրենք է գրանցվեն, իրենք էլ իրենց հարցերը տան, որպեսզի ես կարողանամ իմ ծառայությունը ավելի շատ մարդկանց մատուցել։ Դուք էլ գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Այո, վաղը անպայման մտնելու եմ ուղիղ եթեր, վաղը նույնպես մտնելու եմ։ Այս կանը սիրելիներս հաջողություն, ցտեսություն։